խոսքերը, այսօրվա մեր քննարկման արդյունքում հույսով ենք մի հատ հանգրվանի կգանք, գոնե տեսլականի տեսանկյունից, միգուցե սկսեմ այսօրվա քննարկումը ձեզանից, պարոն փոխնախարար։ Պարոն Վարդանյան, 2021 թվականից սկսել են Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության զարգացման ռազմավարության նողված գործընթացներ, կազմվեց տեղ առաջադրանք, ընտրվեց խորհրդատու կազմակերպություն եւ ի վերջո տարիներ անց ընդունվեց երկար սպասված ռազմավարությունը։ Հետաքրքիր կլներ թե մեզ, թե հանդիսատեսին իսկապես տեղեկանալ ինչ առաջընթաց է գրանցվել, որտեղ ենք գրանցում առաջընթաց, որտեղ ոչ այդքան։ Եք մի երկու բառով խնդրում եմ պատասխանել։ Շնորհակալություն, բարև ձեզ կառավարության եւ ազգային ժողովի արգելի գործընկերներ, ընկերությունների ներկայացուցիչներ, ֆորումի արգաժան մասնակիցներ։ Ես եւս ցանկանում շնորհակալություն հայտնել ֆորումի կազմակերպիչներին։ Սա լավ ավանդույթ է եւ ֆորումը ամեն տարի ավելի մեծ ֆորմատ է ընդգրկում եւ վստահ եմ, որ դա շարունակական կլինի։ Խոսելով ռազմավարության մասին, դա իհարկե ոլորտի այս պահին զարգացման կարևորագույն ռազմավարական փաստաթուղթն է, որը սահմանում է զարգացման հիմնական ուղղությունը եւ դրանց իրագործման ճանապարհը, հիմնված միջազգային լավագույն փորձի վրա, եւ որի իրագործումը կնպաստի եւ ոլորտի եւ ընդհանուր տնտեսության զարգացմանը։ Մենք պարոն Ջանյանն էլ իր ելույթում նշեց, տեսանյութում էլ երևաց, թե մեր հանքարդյունաբերությունը ինչպիսի ահռելի ներուժ ունի եւ մեր խնդիրը կառավարության քաղաքականության խնդիրն է այնպիսի քաղաքականություն իրականացնել, որ այդ ներուժը հնարավորինս լավ իրացվի։ Իհարկե ռազմավարությունը իրագործման ճանապարհին է, իհարկե որոշակի դժվարություններով հանդերձ, բայց ես ցանկանում վերահաստատել կառավարության հստակ վճռականությունը, որ այդ ռազմավարությունը պետք է իրագործվի եւ կա հստակ ճանապարհային քարտեզ, բայց միայն կառավարության ջանքերով այդ ռազմավարության իրագործումը հնարավոր չի լինի։ Մենք ունենք շատ լավ հարթակ ստեղծված, նորը խոսում ենք դրա մասին, որտեղ ներգրաված են եւ մեր մասնավոր ընկերությունների, ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները եւ գիտական հաստատությունների ներկայացուցիչները, որտեղ մեր յուրաքանչյուրի իր մասով ներկայացնում է հնարավոր աջակցության, հնարավոր գործողությունների իր մասով իրականացման հնարավորությունը։ Քանի որ ժամանակը շատ կարճ է, ես կցանկանամ անդրադարձ կատարել ռազմավարության շատ կարճային կետերին, որոնք էապես ազդելու են ոլորտի երկարաժամկետ զարգացման վրա եւ ունենալու են իրենց հետևանքը ոլորտի համար։ Առաջինը ոլորտի համապարփակ թվայնացման մասին եմ ուզում խոսել, որ գործընթացը արդեն իսկ մեկնարկել է։ Պարոն վարչապետն իր խոսքում ասաց, որ մենք ունենք օրինակ քարի երկիր ենք, բայց քարի դեֆիցիտ ունենք եւ դա գալիս է նրանից, որ մենք չգիտենք թե մենք ինչպիսի հարստություն ունենք։ Մենք ունենք հարյուրամյակներով կուտակված ֆոնդերում նյութեր, որոնք այս ժամանակ ներկայումս հասանելիության խնդիր ունենք եւ նախաձեռնել ենք թվայնացման գործընթաց, բայց ոչ թե մեխանիկական թվայնացում, այլ ամբողջական համապարփակ վերլուծության միջոցով, նաեւ անհրաժեշտության դեպքում դաշտային աշխատանքներ իրականացնելու միջոցով, որը հնարավորություն կտա հասկանալ, թե մենք եւ պետությունը եւ ընկերությունը հասկանան, թե մենք ինչպիսի կարողություններ ունենք եւ ըստ այդմ նաեւ քաղաքականությունը այդ ուղղությամբ կկարողանանք տանել։ Վերանայվի նաև մեկ պատուհան սկզբունքը թույլտվությունների տրամադրման, որի հանդեպ գիտեմ, որ դժգոհությունները շատ են, մենք էլ այսպես ասած գոչ ենք դրանից եւ այդ process-ով ցանկանում ենք բարձրացնել թվայնացման գործընթացով, ներգրավել նաև մյուս նախարարությունների հետ կապված հարցեր եւ բարձրացնել թափանցիկությունը, ժամանակի կրճատում եւ այլն։ Ամբողջական թվայնացումը արդեն սկսվել է process-ը եւ 27 թվականին արդեն ամբողջական թվայնացված ոլորտ կունենանք։ Շատ կոմպոնենտներից է բաղկացած, բայց չեմ անդրադառնա դրանց եւ հատկապես կցանկանամ նաեւ հաջորդ կարևոր նպատակին անդրադառնալ ռազմավարական, դա երկրաբանական ծառայության ստեղծումն է, որի շուրջ այսօր գործուն քայլեր են իրականացվում։ Մենք ԵՄ-ի հետ ունենք շատ լավ համագործակցություն այս հարցում, ԱՄՆ-ն հատկապես օգոստոսի 8-ից հետո մենք շատ համագործակցության եզրեր են գտել եւ այդ ուղղությամբ ուզում ենք առաջ շարժվել, օգտագործել միջազգային լավագույն փորձը եւ մենք ուզում ենք ստանանք ծառայություն, որը լրիվ նոր որակի կլինի, նոր հարթակ, նոր հզորություններ կունենա եւ մասնագիտական եւ տեխնիկական եւ կարողանա ոլորտում իրականացնել միասնական քաղաքականություն։
Խոսելով նաև ներդրումների մասին, կարևոր նշանակություն ունի նաև օգտակար հանածոների հաշվետվողականության միջազգային ստանդարտին անդամակցելը կոմիտեին, դա հնարավորություն կտա, որպեսզի մեր ընկերությունները, մեր պաշարները հասկանալի լինեն նաև միջազգային ներդրողների համար, հասանելի կլինեն նրանց եւ նրանք կարողանան ավելի կանխատեսելի ներդրումներ իրականացնել եւ իրենց ներդրումների ապահովագրություն ունենան։ Ռազմավարության վերջնարդյունքը ունենալ այնպիսի հանքարդյունաբերություն, որը առավել արդյունավետ կշահագործվի եւ տնտեսապես ավելի նպատակահարմար կլինի եւ կարծում եմ այս գործընթացում մենք բոլորս անելիք ունենք եւ պետք է մեր ուսումնական հաստատությունները եւ մեր ընկերությունները ոլորտի շատ հարուստ փորձ ունեն կուտակած միջազգային ստանդարտներ, սկզբունքներ, որոնք արդեն իրենց մոտ կիրառում են եւ կարիք կա դա տարածել ամբողջ պետությունով եւ այս մասով նույնպես համագործակցության շատ եզրեր կան եւ կարծում դրա շնորհիվ մենք հնարավորություն կունենք ռազմավարությունը իրագործել եւ մենք ունենք հստակ վճռականություն այդ ռազմավարությունը իր նպատակին հասցնել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան։ Ձեր խոսքից մի քիչ սահմանացում անենք, պարոն Ալոյան։ Այս հարցը ուղղեմ ձեզ, պարոն Վարդանյան խոսքում հնչեց մի քանի դրվագ ներդրումներ, ներգրավել։ Բոլորը միգուցե դահլիճում կհամաձայնվեն, որ Ամուլսարի նախագիծը Լիձեն կազմակերպությունը միջազգային անվանի ներդրում ներգրավելու տեսանկյունից երևի ամենահաջողվածը կարելի է համարել, այնպիսի ֆինանսական հաստատություններ, ինչպես ING Bank, Gen Fidelity, RCF, Orion, տենց կարելի շարունակել։ Խնդրում եմ ձեզ անդրադարձ կատարեք մեկ-երկու նախադասությամբ այն անհրաժեշտ պայմանները, որոնք հարկավոր է ունենալ, որ նման ֆինանսական հաստատություններ գտնեն քարտեզի վրա մեր փոքր երկիրը եւ հետո հետաքրքրվեն ու այնուհետեւ անհրաժեշտ եւ բավարար պայմանների այդ կոմպլեքսը, որը կարող է ներգրավել նման կազմակերպությունների ուշադրությունը։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, կառավարության անդամներ, հյուրեր, նախ եւ առաջ միջև պատասխանեմ պարոն Ստեփանյան ձեր հարցին, ուզում եմ շնորհակալություն հայտնեմ պարոն վարչապետին այսօր ներկա գտնվելու համար, դա ցույց է տալիս վերաբերմունքը այսօր կառավարության եւ պետության ոլորտի նկատմամբ, որ ես որպես կազմակերպչական ընկերության ներկայացուցիչ շնորհակալություն եմ հայտնում, որ կառավարությունը այսօր մեծ տեղ է տալիս հանքարդյունաբերության ոլորտին։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, ինքը կոմպլեքս հարց է, իհարկե, այստեղ մի քանի հանգամանք կա, որի մասին ուզում եմ նշել։ Նախ եւ առաջ ծրագիրը որպես երկրաբանական, երկրաբանահետախուզական, այնուհանդերձ որպես հանքարդյունաբերական ծրագիր շատ կարևոր է, որտեղ բազան ամենասկզբնական ներգրավելու միջազգային ներդրողներին դա այն է, որ ունենաս ճիշտ եւ պոտենցիալ ունեցող ծրագիր։ Այս դեպքում Ամուլսարը, որը հայտնաբերվեց 2005 թվականին, ուներ պոտենցիալ աճելու համար, իհարկե մենք չենք պատկերացնում, որ սա կլինի երկրի համար նշանակալից պրոյեկտ։ Այնուհանդերձ կարևոր էր, որ այդ իրագործումը, անցումը երկրաբանահետախուզական ընկերությունից հանքարդյունաբերական ընկերություն ունենա բազմաթիվ կորպորատիվ կառավարման օրինակներ, փաստաթղթեր եւ այլն։ Սրա մասին մենք այսօր էլ խոսեցինք, որ մեր դրսի գործընկերները փորձը ցույց տվեց, որ կառավարման պլանները կորպորատիվ նախ եւ առաջ ապահովում են ընկերության վստահ առաջ գնալը, ներքին ապահովությունը, այնուհանդերձ այդ կորպորատիվ կառավարման պլանները ներգրավում են դրսից միջազգային ներդրողների։ Բնապահպանական, սոցիալական առումով ԲՍԱԳ-ը առաջինը, որ արել էր Լիձյանը, աշխատանքային անվտանգության տեսանկյունից, թափանցիկության տեսանկյունից
Դա շատ կարևոր է մեր դրսի գործընկերներին ներգրավելու համար։ Իհարկե 2008 թվականից Լիդիանը բաց բաժնետիրական ընկերություն էր դառել, դա նաև պարտավորություններ ընկերության, բայց մեր փորձը ցույց տվեց, որ թափանցիկ լինելով մեր գործընկերների հետ, ներդրողների հետ, բանկերի հետ, դու կարող ես լավ ծրագիր ունենալու դեպքում ներգրավել նրանց ուշադրությունը եւ իհարկե շատ կարեւոր է այսօր խոսեց պարոն Վարդանյանը դրա մասին օրենսդրական դաշտը, կայուն օրենսդրական դաշտ ունենալն է, նաեւ քանի որ ծրագրերը երկարաժամկետ են, սա էլ իր հերթին կարևոր է, քանի որ ներդրողները պետք է պլանավորեն իրենց ֆինանսական հոսքերը, պետք է պլանավորեն իրենց մենեջմենտ գործունեությունը երկար տարիների ընթացքում։ Սրանք են հիմնական գործոնները, որը թույլ տվեց մեզ ժամանակին ներգրավել ֆինանսական հոսքեր եւ այսօր կառուցել ծրագիր, որը հետագայում կնպաստի տնտեսության զարգացմանը։ Շնորհակալություն, պարոն Ալյան, հետո վստահ եմ ես երկու օրերին հնարավորություն կլինի օրենսդրական տեսանկյունից ստաբիլությունը ապահովելը ինչքան կարևոր է ներդրողների համար, дրա մասին առանձին քննարկումներ ունենալ. Роман Николаевич, вам вопрос, да. Вы уже как бы резюмируя вопрос Հարցը ձեզ եմ ուղղում, պարոն Խուդոլիդ, արդեն երկար տարիներ դուք աշխատում եք Հայաստանում, տևողության տեսակետից միջազգային ներդրողի տեսակետից դուք ռեկորդ եք գրանցում արդեն 18 տարի է, ինչ այս սեկտորի զարգացման ինչ դինամիկա եք դուք կանխատեսում ձեր տեսակետից, ինչն է բարելավելու, իսկ ինչ խնդիրներ դեռ մնում են ներդրողների համար, ինչ տեսակ փոփոխություններ են հնարավորինս արդիական մեր փոքր երկրի համար։ Հարցս ապագայի մասին է, մնացածը հետո կքննարկենք։ Շնորհակալություն հարցի համար, հարգելի ֆորումի մասնակիցներ, հարգելի գործընկերներ, բարի օր, այո, իրոք արդեն 18 տարի է, որ մեր խումբը ներկա է Հայաստանում եւ ես հիշում եմ այս 18 տարին արդեն ամբողջ մասնաճյուղը շատ երկար ճանապարհ է անցել, շատ ընկերություններ են սկսել աշխատել Սոտ, Քագարակ եւ մենք ես հիշում եմ 2014 թիվը ցավոք սրտի Լիդիանը այդ ժամանակ չէր թողարկվել եւ մենք դա քննարկելու ենք այսօր, բայց այս ամենը դրական կողմերն են, դա եղել է, կարևոր է դա հիշել, դա իրոք շատ լուրջ աշխատանք է տարվել անձնակազմի կողմից, բոլոր պետական կառույցների կողմից աշխատանք է տարվել, բայց ես կուզեի կենտրոնացնել իմ պատասխանը դրա վրա, թե ինչն է ինձ շատ անհանգստացնում որպես ներդրող, որպես ամենախոշոր Հայաստանի հանքարդյունաբերական ձեռնարկատիրության ղեկավար, դուք քաչ տեղյակ եք, որ հանքարդյունաբերական ամեն կառույց ունի իր ցիկլը եւ կան որոշ պաշարներ, դրանց վրա տարվում է աշխատանք 8 ընկերությունից, որոնք այսօր հիշատակվել են, նշվել են։ Գիտեք, 2038 թվականին 2038 թվականին քչերն են մնալու, մնացածը արդեն կվերջացնեն նրանց աշխատանքը։ Եթե որևէ բան չկատարվի, այս սեկտորը կավարտվի, որովհետև վերջին 10 տարվա մեջ որևէ նոր պաշար չի ներմուծվել, որևէ նոր կառույց, որևէ նոր ձեռնարկատիրություն, նույնիսկ Հայաստանի մակարդակով միջին չի բացահայտվել եւ չի թողարկվել։ Դա շատ լուրջ մարտահրավեր է։ Դրա հետ պետք է աշխատել։ Շնորհակալություն, որ նշեցիք ռազմավարությունը։
Ես ինքնաթռում եմ եւ կարդացել եմ այն։ Ես կարդացել եմ պլանը։ Գիտեք, իմ կարծիքը այս ամենը շատ ճիշտ է։ Բայց դա մնալու է հայտարարագիր, եթե մենք չունենանք ընդհանուր աշխատանք կառավարության հետ։ Իսկ այս դեպքում չափազանց կարևոր է ունենալ վստահություն, հենց վստահություն, ցանկացած համակարգը թողարկելիս։ Դա կարևոր է, դա տեխնոլոգիա չի, դա տնտեսություն չէ։ Մարդիկ, անձնակազմ, այո, իհարկե, բայց եթե խոսում ենք ընթացքներից, առաջինը, ինչ պետք է թողարկել, դա կարգապահությունն է։ Չէ, դա չափազանց կարևոր է, ես խնդրել եմ, որ բոլորը դրան ուշադրություն դարձնեն։ Եթե կա դիրք կոդեքսում, որ ամեն 5-10 օրը մեկ կառույցը պետք է ներկայացնի նյութ պատասխանների համար, որ դա այդպես պետք է լինի, այդ պատասխանատվությունը հենց օգտագործողի վրա է։ Եթե դա աշխատանքի մասին պետք է զեկուցվի միայն սոցիալական հարցերի շուրջ, եւ այդ կապը պետք է աշխատի, եւ դա համար մեկ հարցն է։ Այս հարաբերությունների, ոչ թե հարաբերությունների, այդ տեսակ հարաբերությունները, որ երբ ցանկացած դեպքում մեկը մեղավոր է, այլ հարաբերությունները, որոնցում մենք համագործակցում ենք։ Դրանք է կարևոր կառուցել։ Դա առաջինն է, ինչի ես վրա ես ուզում եմ սրացնել ձեր ուշադրությունը, սրել ձեր ուշադրությունը, եւ երկրորդը ընդհանուր, ես շատ հաճախ եմ դա ասում։ Բոլոր հանքարդյունաբերության աշխատողները շատ լավ գիտակցում են։ Ամեն ինչ կարելի է ուղղել։ Տեխնոլոգիան, նոր կառավարիչներ, ուժեղ գտնել մասնագետներ։ Ջուրը պակաս է։ Մենք կարող ենք գեր խորը ծակել, հոր ծակել, բայց ոչ շրջանառություն։ Չկա դա ուղղելու ձև։ Поэтому вопрос геологии – это номер один вопрос. Ոստի համար մեկ հարցը հետևյալն է։ Недропользователь сам не Այդ հարցը հանքա օգտագործողը չի կարող լուծել ինքնուրույն։ Մենք որպես մեծ հիմնարկ այդ հարցը փորձում ենք լուծել, ինքներս ենք կատարում երկրաբանական հետազոտությունները, համենայն դեպս ինչ վերաբերում է մեր պլաններին եւ մոտակա լոկացիաներին, մենք դա անում ենք, բայց ես շատ լավ հասկանում եմ, որ նման բեռին դիմանալու համար եւ կատարելու համար որոնողական հետազոտական աշխատանքները, ասեմ ձեզ, որ ոչ մի ընկերություն դա չի կարող անել։ Ահա թե ինչու այստեղ մեզ մոտ պետք է լինի պետական շատ ուժեղ ռազմավարություն եւ պետական քաղաքականություն։ Ես կցանկանայի այդ ամենի վրա ուշադրություն դարձնել, շնորհակալություն։ Քննարկեցինք միգուցե շատ հակիրճ ու արկա խնդիրները, ռազմավարությունը, ներդրումներ ներգրավելու առանձնահատկությունները եւ պահանջները։ Հիմա փորձենք հայացք ուղղել դեպի ապագա, շատ ուրախ էինք հանքարդյունաբերողներով, երկար էինք սպասում նման գնահատականի երկրի ղեկավարից, պարոն վարչապետից լսել, թե ինչքան կարևոր է կառավարության համար երկրաբանահետախուզական աշխատանքները, այսինքն նոր հնարավորությունների բացահայտումը։ Ուզում եի հասկանալ ինչ գործընթացներ են այսօր տեղի ունենում այդ ուղղությամբ, փոքր ներկայացնեմ միջազգային գործող ոնց որ ստատիստիկան, վիճակագրությունը, որ նախ 1000 մոտավորապես հետախուզական աշխատանքներից մոտավորապես մեկն է, որ կյանքի է կոչվում, կամ մի քանիսը, շատ քիչ է, երկրորդը գտնելուց հետո միջև շահագործումը 10-ից 14 տարի է տևում, եւ եթե լսենք
Պարոն Խուդոլիի խոսքը, որ մենք 38 թվականին լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու, հաշվի առնելով այս ամեն ինչը, կուզենայի լսել կառավարությունը, մասնավորապես ձեր նախարարությունը, տարածքային կառավարման ինչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ։ Շնորհակալություն, պարոն Ստեփանյան։ Իհարկե, երկրաբանական ուսումնասիրությունների քանակը եւ որակը չի կարող գոհացուցիչ լինել մեր բոլորի համար։ Շատ կարեւոր է, որ մենք գիտակցենք, որ մեր գործող հանքերը, ինչպես բոլորիս խոսքում նշվեց, որոշ ժամանակ հետո այդ հանքերը ավարտվելու են եւ մենք պետք է ունենանք հնարավորություն վերարտադրելու եւ նոր պաշարներ գեներացնելու, որը հնարավորություն կտա նաեւ մեր սերունդներին օգտագործել այն։ Այս պայն հետաքրքրությունը մետաղների գնի եւ պահանջարկի աճին զուգահեռ եւ հատկապես կրիտիկական մետաղների մասով այս օրակարգով տեսա, որ կրիտիկական մետաղների մասով էլ առանձին քննարկում կա, շատ հետաքրքիր կլինի լսել, շատ մեծ է եւ մենք նախարարությունը ամեն շաբաթյա կտրվածքով անդադ նամակներ է ստանում օտարերկրյա կազմակերպություններից, երկրների ներկայացուցիչներից, որ հետաքրքրվածություն ունեն Հայաստանում ներդրումներ իրականացնելու եւ մեր խնդիրը կայանում է նա, որպեսզի լավագույն փորձ ունեցող միջազգային օտարերկրյա ընկերությունները ներգրավեն Հայաստանում, որոնք կստեղծեն արժեք, այլ ոչ թե կգան եւ կգնան։ Իհարկե Ռաման Նիկոլաևիչի խոսքը շարունակելով պետության ներգրավվածության, պետության դերի մասին, մենք երկրաբանական ծառայությունը, որը ստեղծվելու է, երկրաբանական ծառայությունը լինելու է ի թիվս այլ գործառույթների, նաև լինելու է պատվիրատու ռեգիոնալ ուսումնասիրություններ իրականացնելու, որը հնարավորություն կտա նոր պաշարներ հայտնաբերել պետության նախաձեռնությամբ, պետության ֆինանսավորմամբ եւ այդ հայտնաբերված պաշարները հետագայում նաև առաջարկել ընդերկօգտագործողներին, տեղական, օտարերկրյա եւ փորձել ներդրումներ բերել։ Եվ իհարկե, խոսելով ժամկետների եւ համագործակցության մասին, կարծում եմ համագործակցությունը իհարկե բարձր մակարդակի է եւ մեր եւ ընդերկօգտագործող ընկերությունների եւ մեր ուսումնական հաստատությունների եւ խոսքը լսելի լինելու խնդիր չունենք, իսկ ժամկետների մասով առաջին մասում ես իմ խոսքում նաեւ նշեցի, որ դա չի գոհացնում նաեւ մեզ եւ մենք ինքներս ենք նախաձեռնել գործընթաց, որը հնարավորություն կտա այդ ժամկետները սարքել թափանցիկ, վերահսկելի, որ որևէ շեղում չլինի։ Հենց շեղում էլ եթե լինի, միանգամից հնարավորություն տա դրան արձագանքելու։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան, աղջիկները հուշում են, որ ժամանակի սղություն ունենք։ Այնուամենայնիվ, պարոն Ալոյան, պարոն Խուդոլի, երկու հատ կարևոր հարց է մնացել։ Նայելով ապագային հնարավոր չէ կառուցել ապագա, եթե չես առերեսվում արկա խնդիրների հետ, եւ միգուցե ամենախնդրահարույց կամ նախագիծ, որ ամենախնդրահարույց ճանապարհով է անցել, դա Ամուլսարի նախագիծն է։ Ես կոչ եմ անում նախ իմ գործընկերներին, բոլորին, որ գիտակցեն, որ բոլորից մասնաբաժին է, այս խնդրի մեջ կա, մեկինը մի քիչ փուճուր, մեկինը մի քիչ շատ։ Ուզում եի այդ հարցը քննարկել ձեզ, պարոն Ալոյան, եւ կիսվեք ձեր փորձով մի փոքր 1-2 նախադասությամբ խնդրում եմ։ Այդ հարցը 1-2 նախադասությամբ իհարկե դժվար կլինի ասելու, բայց կփորձեմ կարճ, բայց միջև այդ ուզում եմ անդրադառնամ իմ գործընկերների բարձրացրած հարցին, հա, պարոն Ստեփանյան։ Մենք խոսում ենք միջև 2038 թիվը կարող է հնարավոր լինի, որ չունենանք էլ հանքարդյունաբերություն Հայաստանի Հանրապետությունում, քանի որ չկա երկրաբանահետախուզական աշխատանքներ այս պահին։ Ես ուզում եմ անդրադառնամ մի հատ շատ կարևոր խնդրի այս դեպքում։ Մենք նախ եւ առաջ ունենք ռեսուրսներ։ Այս պահին ունենք 8 հանքավայր, հա, որոնք հիմնականում պղինձ մոլիբդենային, ոսկի բազմամետաղային հանքավայրերն են, այսօր շահագործում են։ Եվ այսօր մետաղական գների մետաղների գները այնքան բարձր են, որ իրանց շահագործումը շատ կարևոր է։ Ես ուզում եմ առաջինը անդրադառնամ այդ ունեցած մեր ռեսուրսի պոտենցիալի հզորության վրա եւ հզորացման վրա։ Այսինքն, իսկ մենք ինչ գիտենք, որ 2038 թվականին պղինձի գները կամ ոսկու գները ինչքան են լինելու, կամ արդյոք այդ մետաղները այսօրվա տեխնոլոգիայի զարգացման դեպքում անհրաժեշտ են լինելու։
Այդ իսկ պատճառով ես նաև կարևորում եմ այսօրվա մեր ունեցած հանքային հենքը, հանքային ռեսուրսները էլ ավելի ավելացնել, այսինքն եթե պլան կա Քաջարյանը գնա դեպի 40 միլիոն տոննա, հա, տարեկան արտադրության, հիմա անի դա, հիմա շահագործի հանքավայրերը ոչ թե թողի հետագայի 20-30 տարվա վրա, որտեղ մենք չգիտենք ոնց են տեխնոլոգիաները զարգանալու, եթե այսօր Ամուրսարի ոսկու գինը բարձրացել է այն աստիճան, որ Ամուրսարը պետք է օր առաջ շահագործել տնտեսությունը զարգացնելու համար, ես առաջարկում եմ այդ հզորությունները ավելացնել, նոր վերաբերվել երկրաբանահետախուզական աշխատանքներին, որը իհարկե շատ կարևոր է։ Անդրադառնամ մի րոպեում այն հարցին, որ դուք ասեցիք, ոնց որ հասկացա, հարցը վերաբերվում է հիմնական դասը, որ մենք քաղեցինք, ես 3 հիմնական խնդիր եմ ուզում նշեմ Ամուրսարի դեպքում։ Առաջինը դա պրակտիկ տեսանկյունից շատ արագ զարգացող ընկերությունները պետք է ունենան կորպորատիվ անվտանգություն, դրա վրա շատ պետք է ուշադրություն դարձնել, քանի որ կան մրցակիցներ, կան օպոնենտներ, կան ընկերություններ, ովքեր որ օգտագործում են թափանցիկությունը ընկերության հետագայում իրեն վնաս տալու համար, դա առաջինը։ Երկրորդը, ինչ վերաբերվում է երկխոսությանը, այսօր քննարկեցին նաև ասվեց երկխոսության մասին հանրության հետ, դա շատ կարևոր հարց է։ Եվ երրորդը, երբ որ նման մեծ ռազմավարական, ուզում եմ նշեմ, ռազմավարական մեծ ծրագրերի մասին է խոսքը Ամուրսարի պես, դա ժամանակին դիմելու օգնության, գործընկերական օգնության պետության հետ։ Այսինքն կիսելու հաջողությունները եւ մարտահրավերները միասին անցնելու վերաբերյալ է, որը մենք արեցինք 1 տարի առաջ եւ այսօր ունենք համագործակցություն պետության հետ եւ ոնց տեսնում եք ընկերությունը գնում է առաջ, սա 3 հիմնական դրույթներն էին, որի վրա ուզում էի ուշադրություն դարձնել այս 7 տարվա ընթացքում։ Իհարկե, երբ որ ես երկխոսություն էի ասում, սրան ադառնամ այն արագ եմ ասում, որոշ բաներ մոռանում եմ, երկխոսությունը վերաբերվում է նրան, որ մենք թափանցիկ էինք, ու ինֆորմացիան տրվում էր հանրությանը շատ եւ ռիսկերը հաշվի առնելու չէինք հաշվի առել, որ այդ ինֆորմացիան կարող էր օգտագործվել ի վնաս ընկերությանը։ Роман Николаевич, всем известно, что вот наша отрасль, наша отрасль зависит от баланса интересов. И вот основные игроки нашей отрасли, ну, кроме нас, как компании, которые эксплуатируют ресурсы, это инвестор, государство и общины. Вот, наверное, залог нашего успеха зависит от этого баланса. Вот если сформулировать в одном предложении, вот чего инвестор ожидает от государства, вот, взгляд в будущее, да, что от общин, и что сам инвестор может и должен предложить стране в ответ? Хороший вопрос. Самое главное, что ожидает инвестор, это отсутствие неопределенности. Если есть понятные правила, пусть они будут жесткие. Придут инвесторы, которые готовы будут по этим правилам работать. Но если правила размыты... Շատ կարևոր է, որ կանոնները լինեն հստակ։ Եթե կանոնները մշուշոտ են, ապա աշխատանքն էլ դրանից կդանդաղի եւ կդժվարանա։ Ահա թե ինչու ես ասացի առաջին կետով, որ ամենակարևորը վստահությունն է։ Վստահությունը եւ խաղի կանոնները պետք է լինեն բարձ, հստակ եւ կատարվող բոլոր կողմերի կողմից։ Դա կառավարությունն է, դա հանքօգտագործողն է եւ համայնքն է։ Այդ պարագայում կլինի վստահություն եւ վստահությունը կձևավորի լուրջ աճ։ Ես կցանկանայի եւս մեկ բան նշել։ Դուք գիտեք,
որ ցանկացած ոլորտ, այդ թվում նաև հանքարդյունաբերական ոլորտը, այսօր ծավալուն աճ է ապրում տարբեր երկրներում։ Հայաստանում այդ ծավալուն աճը վաղուց տեղի չի ունեցել։ Ես իհարկե կուզեի, որ մենք ավելի շատ ժամանակ ունենայինք եւ ավելի խորապես քննարկեինք այդ հարցը եւ քննարկեինք առհասարակ պետք են արդյոք մետաղները հետագայում թե ոչ, պետք է արդյոք ներդրել այսօր երկրաբանական հետազոտությունների մեջ մեծ գումարներ թե ոչ, բայց ես ձեզ ասեմ, որ մեր ոլորտը շատ իներցիոն է, եթե մենք այսօր դա չանենք, վաղը մենք կանգ կառնենք որպես ոլորտ։ Իհարկե, պարզ է, որ մի քանի ընկերություն կշարունակի աշխատել, բայց ծավալը կլինի բոլորովին այլ։ Այս թեզով ես կեզրափակվեի, որովհետև դա հիմքերի հիմքն է։ Երբ ես ասում եմ պետական քաղաքականություն, դա ենթադրում է ոչ միայն պարզապես թվայնացում, ոչ, դա հայ երկրաբանական ծառայության ստեղծումն է, որը կստանձնի ապագայի հանքերը կհետազոտի, կկատարի այդ հանքերի փորումը, հետո աջորդով նրանք կիրագործի։ Եվ դա ճիշտ է եւ դա է ապագան։ Եվ հաջորդ հարցը ես հասկանում եմ, որ ժամանակ ընդհանրապես չկա ներողություն, բայց ասեմ հետեւյալը։ Այսօր այդ մասին չենք խոսում, ենթադրում եմ, որ խոսելու ենք, շատ կարևոր է նոր ձևաչափեր կիրառել, որովհետև մենք բոլորս ինչ-որ չափով սովետական համակարգի եւ այդ հանքարդյունաբերական կոմբինատ